Հայաստանի քրեական օրենսգրքի ամենածանր պատիժը սահմանող հոդվածը պետական դավաճանությունը եւ լրտեսությունը գործող իշխանության համար դարձել են սառը զենք ընդդիմադիրների դեմ օգտագործելու համար։ Նրանք, ովքեր մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, դրանք պետական դավաճաններ են։ Փաշինյանի այդ խոսքերը դարձան սեփական գործելավոճի մեկնարկը, իսկ դավաճանի պիտակը քաղաքական զենք։ Թարմօրինակն ընդդիմադիր առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանավորումն է, սակայն իրավական դաշտում այս գործերը հաճախ փլուզվում են։ Օրինակ, արտաքին գործերի նախարարության աշխատակից Աշխեն Ալեքսանյանի գործով դատարանը վերջերս փաստեց, դավաճանության ոչ մի ապացույց չկա։ Նույնն է պատկերը զինվորականների դեպքում, դիտավորության բացակայության պատճառով ծանրագույն մեղադրանքը կամ կարճվում է, կամ փոխարինվում ծառայողական անփութության հոդվածով։ Պատահական չէր, երբ որ ինքը Անդրանիկ Թևանյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ, ինքը ինչ ասեց, բոլորը ինձ են ասում դավաճան, հիմա մենք ցույց կտանք ովքեր են դավաճան։ Այսինքն սա սուբյեկտիվ գործոն է եւ ինքը ուզում է այդ մեղադրանքի իր վրայից գցել մյուսների վրա։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով սեփական քաղաքացիներին որպես ներքին թշնամի պիտակավորելը հին մեթոդ է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած բռնապետություն կամ ավտորիտար համակարգ հենց այս ձևով է փորձում պահել իր իշխանությունը։ Երկրում վխտում են դավաճաններ եւ թշնամիներ եւ հանուն երկրի ինքնիշխանության եւ այլն իրենք պայքարում են դավաճանների եւ թշնամիների դեմ։ Իսկ ինչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը նրանց, ովքեր համաձայն չեն իրենց վարած քաղաքականության հետ։ Ես կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ Մի անձնավորություն, որը հայտարարում է, որ ինքը եկել է ժողովրդի իրավունքները պաշտպանելու, ինքը բերել է ժողովրդավարություն եւ ազատություն, փաստորեն ասում են ընտրությունների միջոցով հնարավոր չի փոխել իշխանությունը։ Պետական դավաճանության այս գործերը փաստում են մեկ բան՝ իշխանությունն արդարադատություն չի փնտրում, եւ սա ընդամենը հանրային ուշադրությունը շեղելու եւ սեփական աթոռը պահելու գործիք է։